Իլհամ Ալիևի հրամանագրով հաստատվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ Մեկնաբանները կարծում են, որ ինքնավարության գլխավոր օրենքի վերանայումը ուղղակիորեն կապված է թե աշխարհաքաղաքական վերջին զարգացումների, թե Ալիևի ունեցած ներքին խնդիրների հետ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ նպատակ է հետապնդում այս սահմանադրական փոփոխությունները։ Մի քանի կարևոր դրույթներ են վերանայվել։ Առաջինը հանվել է սահմանադրությունից հիշատակումը այն միջազգային համաձայնագրերի, որոնց հիման վրա ժամանակին եւ ձևավորվել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Խոսքը 21 թվականին ստորագրված Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերի մասին է։ Իդեպ Հայաստանը իրավաժառանգորդն է այդ երկրորդ փաստաթուղթը ստորագրած կողմերից մեկի։ Այդ տրամաբանությամբ պետք է որ Հայաստանի կարծիքն էլ հարցրած լինեին կամ գոնե տեղեկացնեին, բնական է որ նման բան չի եղել։ Այս դրույթը վերանայելով փաստորեն նպատակ են դնում նվազեցնել արտաքին քաղաքական խաղացողների ազդեցությունը Նախիջևանում եւ Ադրբեջանում։ Երկրորդ փոփոխությունը այն է, որ ընդգծվում է սահմանադրությունում ունիտար կարգավիճակը պետության։ Այսինքն ընդգծվում է հատուկ նախադասություն կա, որում ասվում է, որ Նախիջևանը ադրբեջանական հանրապետության անբաժան մասն է։ Երրորդը ընդգծվում է, այսպես կենտրոնական իշխանության ազդեցությունը եւ դերը սահմանադրությամբ, եթե նախկին սահմանադրության մեջ հիշատակվում էր այն մասին, որ ինքնավարության տարածքում գլխավոր պաշտոնատար անձը հանրապետության գլխավոր մեջլիսի նախագահն է, ապա նոր սահմանադրությունում դրա մասին խոսք չկա, փաստացի երկրի նախագահը կարող է ինքնավարությունում իր նշանակված ներկայացուցիչի միջոցով կառավարել այդ ինքնավարությունը, այլևս ընտրովի որևէ մարմին, որևէ լուրջ իշխանություն ինքնավարությունում չի ունենալու։ Չորրորդը փաստորեն չհամաձայնեցնելով այս բարեփոխումները տեղում իշխող կլանների հետ, Իլհամ Ալիևը հերթական հարվածն է հասցնում այդ կլաններին, ժամանակին այդ կլանը չափազանց հզոր էր, ավելին հենց Ալիևն էր այդ կլանի առաջնորդը, բայց ժամանակ անց նա հենց ինքն էլ ոչնչացրեց իր ղեկավարած կլանը եւ այս քայլով փաստորեն են մնացորդներն է ոչնչացնում։ Հինգերորդը կարծում եմ սա նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ ուղղակիորեն կապված է թրիփ նախագծի հետ։ Իլհամ Ալիևը ցանկանում է վստահ լինել, որ ամբողջովին ինքնուրույն կարողանում է վերահսկել ինքնավարությունում, չափազանց կարևոր է դա հաշվի առնելով, որ ընկալվելու է ողջ թուրքական աշխարհի համար որպես կարևորագույն այսպես հանգույց Նախիջևանի ինքնավարությունը։ Իսկ արդյոք դա կապված է Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ նաև։ Վստահ եմ, որ դա եւս դեր է խաղացել, բանն այն է, որ Նախիջևանի ինքնավարությունում Իրանը ավելի մեծ ազդեցություն ունի, քան ամբողջովին, այսպես ընդհանուր Ադրբեջանի տարածքում, դա ակնհայտ է, մի շարք փաստեր կան, որոնք դա ապացուցում են, բայց դա կարող է փոքրինչ տարօրինակ թվալ, հաշվի առնելով այն, որ Նախիջևանում բնակչությունը հիմնականում իսլամի սյունի ուղղությունն է դավանում, մինչդեռ Իրանը շիա պետություն է, բայց փաստ է, որ Նախիջևանում Իրանը իսկապես ավելի պոպուլար է, քան ընդհանրապես Ադրբեջանում։ Ժամանակին ընդամենը 3 տարի առաջ մի հնչեղ դեպք էր տեղի ունեցել, երբ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Իրանի Նախիջևանյան ժողովրդական ճակատ կոչվող ներկայացող կազմակերպության անունից անհայտ անձինք պնդում էին, թե Ադրբեջանի իշխանությունների հանդեպ վստահություն չունի Նախիջևանի ժողովուրդը, թե նախիջևանցիները ցանկանում են միավորվել Իրանի հետ եւ կողմ են, որ Իրանը իր զինված ուժերը տեղաբաշխվի Նախիջևանում։ Բնական է, որ սա, այսպես, սա դրանք էր ինչ որ ուժերի կողմից նախաձեռնված, հերքվել է, որևէ այդպիսի շարժում չի եղել, բայց պարզ է նաեւ այն, որ այդ ամենի ետևում Իրանի որոշ կառույցներ են կանգնած եղել, որոնք ցանկացել են ուժեղացնել Նախիջևանի տարածքում իրենց ազդեցությունը։ Բայց այս վերջին բարեփոխումը ավելի շատ ուղղված է ոչ թե Իրանի, այլ Թուրքիայի դեմ, որի քաղաքական, տնտեսական եւ հումանիտար էքսպանսիան Նախիջևանում արդեն սկսել է մտահոգել Իլհամ Ալիևին։ Տնտեսական լրջագույն գործիքներ ունի Թուրքիան Նախիջևանում, որոշ տեղեկությունների համաձայն Նախիջևանի բնակչության գրեթե
քառորդը իգդիրում է աշխատանք փնտրում, Թուրքիան հանել է որոշ արգելքները Նախիջևանցի տնտեսավորողների համար իր տարածքում գործունեության ծավալելու համար եւ ընդհանրապես միասնական տնտեսական գոտի է ձևավորվել Թուրքիայի եւ Նախիջևանի միջեւ։ Ժամանակին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ցանկանում են Թուրքիայի եւ Նախիջևանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասցնել 120 միլիոն դոլարի, այսինքն դիտարկում էին Նախիջևանը առանձին Ադրբեջանից։ Այդ ամենը իհարկե չէր կարող չմտահոգել Իլհամ Ալիևին եւ կարծում եմ, որ վերջին այս բարեփոխումը սահմանադրական ուղղված է նաեւ Թուրքիայի դիրքերը ինքնավարության տարածքում թույլատնելուն։ Արդյոք հնարավոր է ընդհանրապես ինքնավարությունը վերացվի։ Չեմ կասկածում, որ այս բոլոր բարեփոխումները հենց այդ նպատակն են ի վերջո հետապնդում, հող է նախապատրաստվում հենց ինքնավարության լուծարման համար եւ վաղուց արդեն մի քանի տարի է ինչ այդ դիսկուրսը սկսվել է Ադրբեջանում եւ ակնհայտ է, որ իշխանության պատվերն է այդ ամենը ժամանակ առ ժամանակ դրա մասին խոսում են անգամ Մեջլիսի ամբիոնից, օրինակ Զահիդ Օրուջը падգամավորը, որը սովորաբար իշխանության սպես մեսիջներն է ուղարկում հասարակությանը, հայտարարել է, որ թեև ժամանակին պետք էր, որ ինքնավար լինի Նախիջևանը, սակայն ժամանակը անցել է, հիմա արդեն դրա իմաստը կորել է։ Կամ մեկ այլ падգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը հայտարարել էր, որ երբ Թրիփը, Զանգեզուրի միջանցք է ինքը բնական է ասել, իրականություն դառնա, այդ ժամանակ արդեն Նախիջևանի ինքնավարություն անհրաժեշտությունը չի նկատվի եւ ժամանակը կլինի մտածել այդ ինքնավարությունը լուծարելու մասին։ Նշեմ, որ ժամանակին, երբ իշխանության էր եկել ժողովրդական ճակատը Ադրբեջանում, իրենք էլ էին խոսում Նախիջևանի ինքնավարությունը լուծարելու մասին, սակայն այդ ժամանակ ուրիշ խնդիր էին լուծելու դրանով, քանի որ Ալիևները Նախիջևանցի էին եւ նպատակը Նախիջևանյան կլանը թույլատնելն էր։ Այժմ այդ հարցը օրակարգ է եկել բոլորովին այլ նպատակով եւ տպավորություն կա, որ այդ նպատակը շատ շուտով կարող է իրականություն դառնալ։ Շնորհակալություն, Արտем։